Ուրանալ պետք չի, մանավանդ քաղաքական այդ կապիկությունների պատճառով ոչ մեկի գործը ուրանալ չի կարել, էլի ասենք։ Կապիկություն համարում են ցանկացած 90-ականների պատերազմի ժամանակ ռազմական բալանսը էսի ինչ է եղել։ Միշտ էլ մենք թույլ ենք եղել, միշտ էլ տկար ենք։ Բայց կարացել ենք ծեծենք։ Բայց մենք գաղափարական ենք եղել ու մենք ուզում ենք հաղթենք, մենք գնում ենք։ Կարացել ենք ծեծենք, որովհետև մենք նույն ազգի տարի պարապել ենք։ Մի քանի տարի փոքրաթիվ ջոկատներով, որ ասում են ազգը ոտի է լավ բան սուտ է։ Փոքրաթիվ ջոկատներով մշտապես պարապել ենք այդտենց ռուսների հետ բռնոցի, սպանոցի խաղալով, ու ձերբակալոցի խաղալով։ Իսկ հետո երբ որ սպանոցին է սկսում, ռուսական բանակը, ասենք, քանի օգնում էր իրանց, մոտավորապես մինչև սեպտեմբեր։ Հա, իդեպ, այդ որ թվարկեցիք, ես հիմա ռուսաֆոբի տպավորություն կարող թողեմ, բայց ես ընդհանրապես ոչ մի բանաֆոբ չեմ, էլի։ Ես ինտերնետում բաց աղբյուրներում կա Վազգենի ու Շահեն Մեղելյանի հեռախոսային խոսակցությունը, եթե չեմ սխալվում, կայաց օպերացիայի շրջանակներում ռուսների, հա, Այդ իմ նկարագրածից մի տարի։ Ու ուղղակի մեր հետևորդներին ուղղակի ասենք, որ նայն թե ոնց էր խոսում Վազգենը, հանգիստ, հավասարակշռված, պահելով, դուխտալով, տեր կանգնելով, ու իմանալով, որ ասեն այն նույն Վազգենը, որը որ հետո Գրաչովի հետ համապատասխան գործակների մեջ կմտներ։ Դրանից մի տարի հետո Գրաչովը մեր դեմ աշխատել։ Կարող լինի։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենակ հիմարն է մշտական թշնամի մեկի մեջ տեսնում։ Բնականաբար վերջում ես գիծը գնում ես առաջ, այդ ժամանակ լիքը մարդկանց հետ դու կարաս եւ ընկերություն անես եւ թշնամություն անես, կամ մշտական շահ, մշտական շահ ու ազգի շահը։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։